Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանական գազը դիրքերը զիջել է ամերիկյանին։ Իսրայելցի նախարարը հարձակվել է Թուրքիայի վրա, իսկ իրանական աղբյուրները պնդում են, որ Ալիևը բռնազավթված Արցախը վաճառել է Իսրայելին։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները արգելափակել է ադրբեջանական գազը մի պարզ պատճառով։ Իրենք ավելի լավ վաճառող են։ Ամերիկացիները արգելել են, որ ադրբեջանական գազը հասնի Ուկրաինա, պարզապես որովհետև այն էժան է եւ կարող է խանգարել Ամերիկայի Միացյալ Նահանգներին սեփական գազը վաճառելու պարագայում։ Հունական Քայթ Մերինը գրում է, որ Վաշինգտոնը վետո է դրել ադրբեջանական գազի տեղափոխման վրա հունաստանյան երթուղով։ Աթենքում նոր երկկողմ փաստաթղթով որոշվել է, որ Ուկրաինան գազ կստանա միայն Ամերիկայից, իսկ ադրբեջանական գազը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, եթե հանկարծ ամերիկյան բորնափոխադրումն ուշանա։ Այլ կերպ ասած, Ալիևի գազը դարձել է պահուստային տարբերակ։ Կարճ ասած, մինչ Ալիևը շարունակում է աշխարհին ներկայացնել իրեն որպես էներգետիկ հսկա, իրականում նրա գազը դառնում է ամերիկյան LNG-ի պահեստային տարբերակ։ Ադրբեջանում կան բոլոր նախադրյալները ներքին պայթյունի համար։ Հարավում թալիշներ, հյուսիսում լեզգիներ, ավարներ։ Բոլորն էլ ունեն արտաքին աջակցություն Ռուսաստանից մինչև Եվրոպա։ Այս խմբերի հետ ակտիվ աշխատում են նաև արևմտյան կառույցները, մինչդեռ պաշտոնական Բաքուն փորձում է թաքցնել աճող լարվածությունը, գրում է Թուրանսկի Էքսպրես թելեգրամյան ալիքը։ Ալիքի փոխանցմամբ երկիրը շարունակում է կառավարվել կլանային համակարգով, իշխանությունը հիմնականում կենտրոնացած է Նախիջևանյան խմբակի ձեռքին, ինչը դժգոհություն է առաջացնում մյուս շրջաններում։ Ընդդիմությունն էլ խոսում է էլիտայի ոչ թուրքական, այլ թաթարական ու քրդական ցակման մասին։ Քաղաքական կամ տնտեսական ճգնաժամի դեպքում այս ամենը հեշտությամբ կարող է դառնալ ներքին անկայունության աղբյուր։ Վերջնական գնահատականը պարզ է։ Ադրբեջանի պետականությունը խիստ փխրուն է եւ այն պահում են միայն ավտորիտար ուժը եւ նավթային եկամուտները, հավելում է ալիքը։ Իսրայելի նախարարն էլ հարձակվել է Թուրքիայի վրա։ Իսրայելի Սփյուռքի եւ սոցիալական հավասարության նախարար Ամիհայ Չիկլին իր հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան դարձել է նոր Իրանը։ Նախարարը հավելել է, որ Սիրիայում գործող ջիհադիստական բանակը, ըստ նրա, կազմում է Էրդողանի ռևոլյուցիոն պահակախումբը, իսկ Թուրքիայի նպատակն է հաստատել իր ազդեցությունը նաև Գազայում։ Չիկլին ընդգծել է, որ Թուրքիայի ներգործությունը տարածաշրջանում ռազմավարական եւ գաղափարական առումով անելիքներ ունի, առանց էական տարբերության տարբեր խմբերի միջև, գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս անունը կրող թելեգրամյան ալիքը։ Ում է իրականում պատկանում Ղարաբաղը։ Իրանական աղբյուրները լուրջ հարցեր են բարձրացնում այն մասին, թե ինչ է տեղի ունենում բռնազավթված Արցախից այն բանից հետո, երբ տարածքը անցել է արեստածին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ հրապարակումների շրջանառվում են տեղեկություններ, որ Արցախում սկսվել է փուլային եւ ոչ այնքան հրապարակային իսրայելական ազդեցության մեծացում։ Հաղորդվում է, որ իսրայելական ընկերություններն այսօր վերահսկում են Արցախում իրականացվող բազմաթիվ շինարարական ու արդյունաբերական նախագծեր, իսկ տարածաշրջանում իսրայելցիների ներկայությունը զգալիորեն աճել է։ Տարածվել են տեսանյութեր, որտեղ իսրայելցիները խրախճանք են իրականացնում հենց Արցախում։ Իհարկե, տարբեր ժողովուրդների խաղաղ համատեղ կյանքին ոչ ոք դեմ չէ։ Դա եղել է անգամ ԽՍՀՄ-ում։ Սակայն այն բանից հետո, երբ ի հայտ եկան տեղեկություններ իսրայելական ընկերությունների գերակտիվության մասին, առաջացավ մի կարևոր հարց։ Արդյոք սա չի նմանվում Ադրբեջանի կողմից Իսրայելին արված վճարին, պատերազմի տարիներին ստացած աջակցության դիմաց։ Եվ եթե դա այդպես է, ապա գլխավոր հարցը մնում է բաց. Ալիևը բռնազավթում էր Արցախը իր երկրի շահերից ելնելով, թե այլ ուժերի հետաքրքրությունները նույնպես դեր ունեին, գրում է Թուրանսկի Էքսպրես թելեգրամյան ալիքը, հղում անելով իրանական աղբյուրներին։ Իլհամ Ալիևը ադրբեջանցի երիտասարդներին ուղարկում է զոհվելու Իսրայելի շահերի համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս անունը կրող թելեգրամյան ալիքի փոխանցմամբ այժմ Ալիևը փորձում է իր սեփական ժողովրդին ներքաշել Գազայում իրականացվող ցեղասպանության մեջ։ Ըստ հաղորդագրությունների քննարկվում է միջազգային կայունացման ուժերի անվան տակ Գազա մի քանի հազար ադրբեջանցի զինվոր ուղարկելու հնարավորությունը, որոնք փաստացի կմասնակցեն պատժիչ գործողությունների։
Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը հրապարակել է մի տեսանյութ ադրբեջանական դպրոցներից մեկից, որտեղ աշակերտները միջոցառման ժամանակ բեմադրում են ադրբեջանցիների կողմից հային նվաստացնելու ներկայացումը։ Լրագրողը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Նայեք այս խուճապային իրավիճակին ադրբեջանական դպրոցում։ Ահա թե ինչպես են դեռահասների հետ մոտ ձևավորում թշնամանքի մտածողություն։ Դպրոցը դարձել է ոչ թե կրթության, այլ քարոզչության վայր։ Ուսանողները բեմականացնում են խաղ, որտեղ բռնում են մի հայ ուսանողի եւ ստիպում նրան ասել. Ղարաբաղը Ադրբեջան է։ Սա կրթության համար խորը անկում է», գրել է նա։ Լրագրողի խոսքով, այսպիսի միջավայրում մեծացած երեխաները հետագայում ուղարկվում են սովորելու Ռուսաստան, որտեղ ներգրավում են տարաբնույթ ազգային քարոզչական ծրագրերի մեջ եւ դառնում գործիք տարբեր քաղաքական շրջանակների ձեռքում։ Ադրբեջանում Թալիշ քաղբանտարկյալների թիվը ավելանում է։ Թալիշ տան տելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ադրբեջանում շարունակվում են թալիշների ձերբակալություններն ու սպանությունները։ Մշակութային փորձագետները նախազգուշացնում են, որ այս պրակտիկան կարող է վտանգել համայնքի ինքնությունը, լեզուն, մշակույթը եւ ավանդույթները եւ որոշ դիտորդների համար նման քայլերը մտահոգություն են առաջացնում էթնոցիդի հնարավորության տեսանկյունից։ Իրանում ստեղծվել է նոր տեսակի արևային անօդաչու թռչող սարք։ Իրանական ինժեներները ներկայացրել են ավելի թեթև եւ արևային էներգիայով աշխատող անօդաչու, որը կարող է օրեր շարունակ թռչել առանց կանգառի, օգտագործելով բարձր արդյունավետության արևային վահանակներ։ Փորձագետների գնահատմամբ սա նշանակալի առաջընթաց է հետախուզական եւ երկարատև թռիչքների համար նախատեսված անօդաչուների զարգացման ոլորտում։ Կոռուպցիոն սկանդալը սպառնում է Զելենսկիի իշխանությանը։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ Ուկրաինայում բարձր հնչեղություն ստացած կոռուպցիոն գործը կարող է լուրջ վտանգ առաջացնել Զելենսկիի համար։ Բանն այն է, որ ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիները նվիրատվություններով աջակցել են բանակին, սակայն հիմա լուրջ կասկածներ կան, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ գրպանել են այդ գումարները։ Ուկրաինային տրամադրվող օգնության նպատակային օգտագործման մասին հարցեր են բարձրացել նաև ամերիկյան պաշտոնյաների մոտ։ Ըստ ամսագրի, վերջնական գնահատականը հետևյալն է. կոռուպցիայի շուրջ սկանդալը կարող է թուլացնել Զելենսկիի դիրքերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին աջակցության հարցում։ Կիևում հատուկ միջոցներ են ձեռնարկվում ադրբեջանական հուշարձանների պաշտպանության համար։ Կիևում ադրբեջանական հուշարձանների վրա տեղադրվում են պաշտպանիչ կառուցվածքներ, որոնք նախատեսված են օդային հարվածների ժամանակ վնասներից խուսափելու համար։ Քաղաքային իշխանությունները շեշտում են, որ նման քայլերը անհրաժեշտ են մշակութային արժեքները պահպանելու համար շարունակվող ռազմական իրավիճակի պայմաններում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։